Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանքը սկսում է տոնը շնորհավոր Ձինա այդ նախագիծը։ Արգանքներս մեր անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր միշտ ակոպով նայած ակնկալում են թարմը, հետաքրքիրը, երաժշտականը եւ իհարկե հանդիպումներ լավագույն դեմքերի հետ։ Եվ մեր մեկամսյակը դեռ շարունակվում է ինձ մոտ նաեւ թողարկումներով։ Դուք հասկացել եք, ես հրավիրում եմ նաեւ այն կանանց, ովքեր մեծ ազդեցություն ունեն, իսկ այսօր բացառություն չի։ Ես տվյալ բան չեմ ուզում ֆորմատը խախտել, ուզում եմ ուղղակի շնորհավորել նաև օրվա հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկային շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Եվ այս բան հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար ամփոփում եւ սկսում թեման։
Դե ինչ 21 TV-ի եթերում իր աշխատանքը շարունակում է տոնը շնորհավոր Ձինա այդ նախագիծը, ես ունեմ ֆորմատ։ Սիրում եմ ներկայացնել տեսանյութ, չգիտեմ, այնտեղ տեսահոլովակ եւ հերոսին վարքյաներ անց ասել բարի գալուստ։ Ես ուզում այս պայն ամենահետաքրքիր ձեզ տեսանյութը ներկայացնել եւ երաժշտական եւ ամենաամիջական կապ ունեցող հենց մեր ֆորմատի հետ, հա։ Իսկ թե ով է ինձ մոտ տաղավարում տեսանյութը դիտելուն պես։ Ես վստահ եմ, որ հենց հիմա ոչ միայն շոու բիզնեսը, ոչ միայն շատ տարբեր սերնդի հեռուստադիտողներ, այլ նաև շատ առիթատերեր ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են ու ասում են կարող է Ակոպովնան հրավիրել է գլամուրիկին, պատկերացնում եք, ի վերջո, ես չեմ վախենա հենց այդպես էլ կասեմ, գրեթե բոլոր տարիների լավագույն դիզայներ, Մարմելադ ֆիրմայի կարկառուն դեմք եւ առաջներդ նաեւ իմ ոճաբան, Սոնյա Դիլանյանն ինձ մոտ տաղավարում, Սոնջան, ողջույն։ Привет։ Շնորհավոր բոլորի միամսյակը, ինչ որ էս տարի պասիվա մեր տղամարդկանց շրջապատը, չգիտեմ, եւ ընդհանրապես առաջ փողոցում քայլում էիր, քեզ ուղղակի շնորհավորում էին, այս տարի ինչ որ չեմ հասկանում, չեն շնորհավորում։ Երևի մարտի 8-ին շատ են ծախսվել, այլևս շնորհավորեն, չեն շնորհավորում։ Իսկ թե հիմա Facebook-ը եւ Instagram-ը մեզ խանգարում է Սոնյա, որ ինչ որ գիֆթեր են ուղարկում կամ շաբլոն, բոլորին նույն բանն են ուղարկում։ Այդտենց շատ է ստացել Սոնյա։ Ճիշտն ասած, ավելի շատ ստացել եմ կանանցից, ինչ ճիշտը քեզ ասեմ, այո, այդ գիֆերը ես ստացել եմ ավելի շատ կանանցից, բայց ես չեմ կարծում, որ այդպես շատ վատ բան է, որովհետև կան մարդիկ, ում հետ այդպես շատ մտերիմ չես, իրանք համ ուզում են քեզ շնորհավորեն, համ էլ չգիտեն ոնց շնորհավորել, այդպես գրում են, այդ վատ չի, այդքան էլ վատ չի։ Ուղղակի ինձ թվում է բոլորը հիմա ինչ որ նյարդային ժամանակաշրջան են ապրում, դրա համար էլ այդպես բոլորի նյարդերին ազդում է այդ գիֆերը կամ շնորհավորանքները։ Սոնյա, դու չես կարոտում ռեալ կյանքը, որտեղ վիրտուալը մա շատ է։ Դե մի հատ բան ասեմ, վիրտուալ կյանքի ինչ որ առավելություններ կան իհարկե։ Հիմա օրինակ որ ես հետ հայացք եմ գցում, ասում եմ որ ափսոս որ 15 տարի առաջ այդքան շատ նյութեր չենք ունեցել եւ շատ բաները մնացել է ստեղ կամ ստեղ բայց ռեալ կյանքի հետ առնչվող մարդ եմ ես հաստատ ուղղակի կան մարդիկ որոնք իրենց ռեալ կյանքը խառնել են վիրտուալ կյանքի հետ, ես այդ մարդկանց դասին չեմ պատկանում, ես ոնց կամ տենց եմ, ոչ նիհարացնում եմ ինձ, ոչ ֆիլտր եմ սիրում դնել, ես իմ կնճիռները սիրում եմ, իհարկե այդ 20 ավել կիլոն այդքան էլ չեմ սիրում, բայց դե հիմա տենց է ստացվել, չեմ տառապում դրա համար, բայց ինձ թվում է ամեն մարդու այդ խառնվածքից է կախված, ես երբեք տենց ինչ որ ինձ վատ չեմ զգացել 3 ռահակուստի սայզ ավելանալով բացարձակ դրանից չեմ նեղվում, բայց հիմիկվա այդ ավելի երիտասարդ աղջիկները իրանք տենց փողոցով քայլում ես, տենում ես սենց ինչ-որ հեռախոսը, գոնե խոսա հեռախոսով, ինքս ես ու ընգնում է տենց վատ բարկա, չէ, որ ասում են գյաբրլամիր հեռախոսի պատճառ։ Մի քանի օր առաջ մեքենաս նոր միացրել էի, սպասում էի, որ տաքանա, այդ աղջիկը սենց հեռախոսը բռնած գնաց ու ընկավ։
ու դու հասկանում ես, որ այդ իսկականից այն 25 տարի առաջ կային տենց հումորային ֆիլմեր, կոմեդիաներ, որ Նազատ Բուդուշե, այնտեղ կար շատ հայտնի Տերմինատոր օրինակ Շվարցենեգգերի հետ ու դու հասկանում ես, որ այդ ամեն ինչը, որը դու այն ժամանակ մտածում էիր, որ դա անիրական է, հիմա մանր դառնում է իրական։ Հիմա այդ chat GPT եւ այլն բոլորը դրա հետ սկսելու են առնչվել ու տենց մանր մի հատ հումոր եմ կարդացել մի քանի օր առաջ, որ ասում է ես շատ կուլտուրական եմ փորձում շփվել բոլոր այդ իսկույստվենի ինտելեկտի հետ, որովհետև չգիտես 10 տարի հետո դրանք ինչ կլինեն։ Հիմա դա հումորային է հնչում, բայց որ մտածում ես խորը, դա մի քիչ տխուր է եւ վախենալու է ինձ թվում է, բայց հիմա որ առանց այդ մենք դեռ վատ ժամանակ ենք ապրում, որ մնաց դրանից է վատանանք։ Ավելի վատ վտանգներ է մեզ սպասում, բայց կանանց մի ամսյակին անդրադառնալով չեմ ուզում քաղաքականացնել եւ դրա համար կլռեմ։ Սոնյա, ես հատուկ քեզ համար հարցադրում ունեմ։ Ես ինչքան էլ քեզ ճանաչում եմ, ինչքան իմ ընկերուհու ներքին եւ արտաքինը գիտեմ, շատ հեռուստադիտողներ, շատ մեկնաբանություններում գրել են Ակոպովնա, իսկ ինչու քո ոճաբանը չի լինում քեզ մոտ տաղավարում։ Դու հիմա ասա, որ դու ինքդ հարցազրույցներից հեռու ես, թե չես մարդկանց մոտ ուրիշ տպավորություն է։ Ի սկզբանե ես հեռու չեմ, նոր տարունել եմ, ամանորինել եմ եկել, ամեն շաբաթ հոմ չեմ գնալու հարցազրույցի։ Նորմալ չի դա, որ ես ամեն անգամ չեմ կարող, դա նորմալ չի։ Մի քիչ ես այտենց հին դպրոցի մարդ եմ, հին դաստիարակություն եմ ստացել, որ այտենց առանձնապես իրենց չեն քցում առաջ, ով ու ինձ կուզենա տեսնի, պожалуйста, հեռախոսահամարը Դիանա Ակոպովնան կտա կզանգահարեք, կհրավիրեք սառը սուրճ խմելու։ Հիմա արդեն եղանակը տաքացել է, էդ էլ իմ ամենասիրելի ըմպելիքն է դրսի կաֆեների ամառային։ Բայց չէ, բացարձակ, ես ընդհանրապես, երբ որ ինձ ուրիշ լրագրողները թեկուզ տպագրական մամուլից, միշտ ես հարցազրույցներին պատասխանել եմ, միշտ։ Էդ էլ է երևի ինչ-որ ներքին կուլտուրա, ես գուցե պրովոկացիոն ուղղակի չունեմ ոչ մի պատասխան, դրա համար էլ չեմ խուսափում ոչ մի բանից, ես այն եմ, ինչ կամ խուսափելու ոչ մի բան չունեմ, իսկ այն երկրորդ կրկնակ կզակը կամ ավելի խոշորացած դեմքը, ես էլ տենց եմ ու տենց մեր հասարակության մեծ մասնականանց, դրա համար ես առհասարակ փորձում եմ մարդկանց քաջալերել եւ ասել, որ բոլորովին չնեղվեն, բայց մի հատ հակառակ կողմն էլ կա, հիմա մի հատ տենդենս եմ նկատում, որ օրինակ ես միշտ սիրում եմ իմ թերությունները ծածկել, ես չեմ սիրում բացել, որովհետև всё ամեն մարդ իր թերությունները պիտի իմանա։ Իսկ հիմա մի հատ տենդենս եմ նկատել, որ ոչ այդքան էլ հաճելի կազմվածքով աղջիկները, որոնք ունեն իդեպ շատ օրինակ սիրուն մազեր կամ շատ սիրուն ձեռքեր կամ շատ սիրուն աչքեր կամ ուղղակի դեմքը շատ սիրուն է, բացում եմ տենց ոչ պիտանի բացելու համար մարմնի մասերը, որը ինձ թվում է այդքան է սիրուն չի, դա ոչ մեկին դուր չի գալիս, ոչ չաղ ոտքն է դուրս գալիս բաց, ոչ ոնց ասեմ փորը, ոչ էլ մնացած տեղերը, որ բացում են, բնականաբար ամռանը Հայաստանում շոկ է, բայց եկեք հիշենք, որ ամենաշոկ երկրներում բաց շորեր չեն հագնում, ոչ թե նրա համար, որ նրանք մահմեդական են, ոչ, այլ նրա համար, որ ինչքան դու ավելի երկար ես հագնում, դրանով չես շոկում, իսկ ինչքան բաց ես հագնում, դրանով քեզ ավելի է արևը կլանում։ Չգիտեմ, հիմա լավ շատ չխորանամ, բայց մասնագիտականը սկսվել է ինձ մոտ երկրում։ Մասնագիտականը սկսվեց, չէ, բայց ես ճիշտ եմ ասում, որովհետև շատ ժամանակ ուզում եմ փողոցում մոտենամ այդ աղջկան ու ասեմ, փորդ ինչի՞ց բաց է։ Սիրուն է, որ բացել ես։ Վստահ եմ, որ դու չես դիմանա, մի օրը կգնաս կասես։ Ասել եմ, հետո ասել եմ, որ օրինակ այդ կարճը, որ մարդը կարճահասակ է, ինչի համար է պետք հագնել տենց
ինչ որ ավելի կարճացնող զգեստ կամ շոր կամ օրինակ եթե ոդկի այս մասը այդքան էլ սիրուն չի, կան մարդիկ, ովքեր երիտասարդ տարիքում օրինակ շատ սպորտի են, հա, հաճախել տարբեր ինչ որ մարզաձևերի, ոչ թե մկանոտվել է, բայց ուրիշ ձևի մի քիչ, դա տենց սպորտային մարզաձևեր կան, որոնք տենց մկանոտում են։ Ինչի համար է պետք բացել, եթե կարելի է երկար հագնել ու չբացել դա, կամ շալվարով քողարկել, կամ ինչ որ, չգիտեմ, որ նայում ես օրինակ բնականաբար խանութ հաց իջնելու համար կարելի է տենց մի քիչ հանգիստ ապրել, բայց ընդհանրապես տենց կա էլի միտում, մի քիչ ճիշտը որ ձեզ ասեմ, հիմա երևի տարիքի հետ է գալիս, որ հասկանում ես, որ մեծացել ես, մեկ-մեկ սկսում ես հասկանալ, որ երևի ճիշտ էին մեզ մի 20 տարի առաջ, որ ինչ որ նկատողություններ էին անում փողոցում, մտածում եմ մարդես տատիկը գիժ է, ինչի է տենց բաներ ասում, բայց հիմա որ մտածում ես, շատ խորը մտածում ես, ասում ես ինչ որ ճիշտ բան կա, իհարկե մարդ կա մի քիչ շատ ոչ կոռեկտ էր արտահայտվում, օրինակ միշտ ինձ փողոցում ինչ որ կանգնացրել էին իմ գլխի հետ, ես միշտ սիրել եմ, բայց այդպես շատ վատ բան չեն ասել, պրոստը ուղղակի որ մտածում ես, ասում ես երևի թե իրանց համար էլ էր անհասկանալի, հա, ինչ որ կամ շատ վառ մազերի գույն եմ ունեցել։ Սոնյա, եթե հիմա շատեր ասում են, Հակոբովնա, ոճդ լավն էր, այսօրվա հագուստդ, բան հասկացեք, որ ձեր դուրը գալիս է, ուրեմն Սոնյան մոտապես 3 ժամ ին վրա աշխատել է։ Ու ես կարող եմ հստակ ասել, որ իմ կյանքում միշտ ասել եմ, վախեցել եմ 3 անձից՝ Աստծուց, մամայից ու Սոնյայից։ Լուրջ եմ ասում։ Սոնյ, բայց դու գիտես, որ այս իմ կարգավիճակին նախանձում են շատ երգիչներ եւ հաղորդավարներ։ Հիմա որ նրանցից մեկն ու մեկը քեզ զանգի, ասի Սոնյ, ես տեղ եմ գնում, էլի Սոնյ ջան, օրինակ քո կարծիքով մի 2 հատ հագուստ ուղարկեմ, տես որն ա լավը, չես օգնի։ Կօգնեմ։ Բայց չի եք ինձ նախանձում։ Օրինակ ուզում եմ ասեմ, ինձանից առաջ ով էր ստեղ նստած տաղավարում, Գրիգորի Եսայանը, չէ։ Ես կարող եմ ասել, որ հիմա այս մի քանի տարվա մեջ ինքը շատ իր ոճը փոխել է եւ դա նրան շատ սազում է։ Այսինքն ամեն մարդ, տղամարդ չի կարող իրեն թույլ տալ հագնվել նենց ոնց որ ինքն է հագնվում, այսինքն համ ինքը համադրում է այդ կլասիկ բաճկոնները, կլասիկ շալվարները, բայց նա համադրում է դրանք սենց ինչ որ ոնց է դա կոչվում հայերեն, այս ֆուտբոլկա հայերեն ոնց է կոչվում, շապիկների հետ, հա։ Ու ինքը միշտ կրում է ինչ որ յուրահատուկ աքսեսուարներ, որոնք տղամարդու համար են ստեղծված, բայց դա ամեն մարդ չի կարող կրել, այսինքն եթե դու քեզ կոմֆորտ ես զգում, բնականաբար կարող ես դա կրել, բայց դա դու պետք է ներքուստ քեզ լավ զգաս, այսինքն ամեն մի երգչին դա չի սազի, որովհետև նա ներքուստ իրան վատ է զգալու, իսկ ինքը իրեն վատ չի զգում, այ հենց այդ իր կերպարի մեջ, որովհետև ինքը իր մեջ համահունչ է, բնականաբար հետո նա շատ լավ կազմվածք ունի, ոչ մի թերություն չունի կազմվածքի հետ կապված, դրա համար Ստիլիագա։ Սոն մի հարց էլ տամ։ Ես գիտեմ, որ շատ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, եթե աշխատում են, ասենք, այդ օրվա առիթը կազմակերպել է թեկուզ Մարմելադը կամ Սոնյան առանձնահատուկ երգիչներ կան քո հետ աշխատում են, ես վստահ կարող եմ ասել, որ նրանցից մեծամասնությունը զանգում է քեզ ու ասում է՝ մի հատ կասես ինչ հագնեմ, կամ ավելին ասեմ, ես գիտեմ, որ չես էլ սպասում իրանք զանգեն։ Չեն զանգում, ես եմ զանգում։ Դու ես զանգում, ասում ես հագի ես ես։ Չէ, ես ուղղակի ասում եմ, որ օրինակ այսօրվա առիթատերեր օրինակ։ Հա, ձևավորումը օրինակ վարդագույն գույների մեջ է, ուղղակի որ տենց հիմա եթե դեղին շոր հագնի, այդքան է սիրուն չի լինի։ Դեղինի ինչ որ երանգներ կան, որ վարդագույնի հետ սազում են, բայց պետք է հասկանալ, որ դա դրա համար ուղղություն է ստալ։ Ասում եմ, չէ, ես փորձում եմ ուղղակի ասել, որ օրինակ այսօրվա տղամարդկանց չէ, որովհետև ուզում եմ քեզ ասեմ, Ձինա ջան, որ մեր տղամարդ երգիչները այս վերջի ժամանակաշրջանում ավելի լավ են սկսել հագնվել, քան կանայք։ Դա ակնհայտ է, շատ լավ են հագնվում, շատ, սենց անգերազանցելի
ինչ որ բոլոր համաշխարհային տրենդներին հետևելով եւ այլն եւ այլն։ Իսկ կանանց հա շատ ժամանակ ուղղակի ասում են, որ կամ օրինակ եթե կարող ես ինչ որ քո ելույթի ժամանակ մի քիչ մուկ հագի, որովհետեւ նկարահանող խումբը քո վրա է ուշադրությունը դարձնելու եւ սպիտակ լույսա լինելու, այդ սպիտակ լույսի տակ սև շորով շատ սիրուն է լինելու, տենց բեմական թատրոնային է երևալու։ Դե ամեն մարդ նայած էլի մարդկա չեմ զանգի երբեք, որովհետեւ նա այդքան զգեստապահարան ունի, որ չես էլ մտածում, որ վատ կլինի, մի 5 պայուսակով գալիս է։ Հա, տենց էլ ալինը։ Շատ լավ։ Սոնյա, ես եթերի ընթացքում ցույց տվեցի մի տեսանյութ, որտեղ նաև այն գեղեցիկ, տենց եւ ճերմակն է շատ, եւ փայլն է շատ, եւ դիզայնը, մակարդակը, որակը առիթատերերի, հասկացար։ Տեսանյութում ինչ էր երևացել։ Այսինքն մանավանդ սկզբում, երբ որ դու ցույց ես տալիս արդեն հարսիկի տունը, հարսիկի անկյունը, չգիտեմ, հետո ցույց ես տալի, ասում ես նայեք, բենդն է եկել, այսինքն Սոնյան սկզբից հենց լինում է առիթատիրոջ կողքը։ Քայլ առ քայլ, ամբողջը ասում է Սոնյա, բայց ուզում հասկանալ, էլի, Սոն, կարաս դու ամբողջությամբ այդպես առիթը կազմակերպել, դա ուրիշ թեմա է, կամ միայն ռեստորանում կազմակերպել, դա ուրիշ թեմա է։ Դե նայած առիթատեր։ Նայած, չէ, ամենաշատը ամեն սկզբից ենք անում, առավոտվանից սկսած, բայց կան առիթներ, որոնք սկզբից չեն պահանջում մեր ներկայությունը, այսինքն օրինակ այդ ավանդական տուն գնալ գալը չի լինում, դրա համար եկեղեցուց ենք սկսում, կամ կան առիթատերեր, որոնք արդեն պսակադրված են եկեղեցում եւ ԶԱԳՍ-ի արարողությունն էլ է արված, ուղղակի օրինակ իրանք դուրսն են ապրում, հիմա եկել են Հայաստան, ուզում են ուղղակի մեծ խնջույք անեն, որպեսզի բոլորին հավաքեն իրար գլուխ, տենց էլ է եղել։ Հետո այդ Սուրբ Մկրտությունը կամ ուրիշ տոնակատարությունները բնականաբար տենց շատ առավոտից չեն, բայց մնացած օրինակ հարսանիքները իրանք առավոտվանից է գործը պահանջում, որ լինես։ Շատ լավ, ուզում եմ այս թեման առիթ թեման եզրափակվել մեր ֆորմատով, դու մեծամասնության օրը տոն ես դարձում քո գեղեցիկ ապահովելով, Սոնյան որպես հոբելյար ինչպիսին է, Սոն, ես տեսակներ ասեմ դու ընտրի, հա մի հատ ասեի նոր, իմ ծննդյան օրը չեմ սիրում, որովհետև չգիտեմ, չեմ սիրում նշել։ Նեղվում եք ուսանում ես։ Չէ, ուղղակի իմ ծննդյան օրը անկախության օրն է Հայաստանի եւ առաջ ամեն տարի մենք աշխատել ենք այդ տարիներին տարբեր առիթների եւ պետական եւ այլն, իսկ հիմա փոխվել է ամեն ինչ եւ ես իմ ծննդյան օրը այլևս չեմ սիրում։ Կգա մի տարի շուտով, որ այդ օրը ինքը շատ կսիրի։ Շատ լավ, Սոն, ես մի հարց եմ ուզում տալ եւ անցնենք մեր բլից հարցերին։ Շատ հաղորդավարուհիներ ասում են, Ձինա, դու այնպես ես արել, որ մենք չենք կարողանում Սոնյա Դիլանյանի հետ աշխատել եւ համագործակցել։ Սոն, ես ինչ-որ մի բան արել եմ։ Չի, ոչ ման չես արել, ուղղակի նրանք ինձ թվում։ Ինձ թվում է նրանք ուղղակի կվախենան քեզ հետ աշխատել, որովհետեւ ամեն մեկը չի կարող հասկանալ նաեւ քո տեմբրը, քո խոսքը, օրինակ ես նորմալ ընդունում եմ եւ նաեւ հասկանում եմ ու ամենավատը գիտեք, որ ինքը միշտ ճիշտ է։
ու զանգարում ես ասում ես ձինա դա նորմալ է ու արդեն հասկանում եմ որ ինչ որ մի բան արել եմ որ նորմալ չի ես վստահ կարող եմ ասել դուք չեք կարող այդ ամենը կուլ տալ այնպես որ միայն թող մնա Սոնյա Դիլանյան ինձ հետ էլի Սոն այս իմ համար էր այս ամբողջը բլից հարցերին անցնենք Սոնյան որ ծաղկին է իրեն նմանեցնում Մայիսին Հայաստանում դուրս է գալիս ծաղիկ, որը անվանումն է պիոն։ Նա շատ կարճ ժամանակ ունի եւ շատ սուր եւ լավ հոտ ունի։ Ես այդ պիոնի համար գժվում եմ, բայց պիոնի ամենավառ երանգն եմ սիրում մալինով, այդպես ֆուկսիա եւ բորդո խառնած այդ ամենավառ պիոնն եմ ես սիրում։ Սև թե սպիտակ։ Առաջ կասեի սպիտակ, հիմա սև։ Փող թե սեր։ Փող։ Ապրես։ Քաղաք թե գյուղ։ Քաղաք եւ գյուղ։ Լավ։ Թեյ թե սուրճ։ Ոյ, չէ, թեյ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Չէ, կոկտեյլ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ներկայացում։ Հայկական թե իտալական խոհանոց։ Եվ հայկական եւ իտալական։ Ֆուտբոլ թե մարմնամարզություն։ Ոչ են։ Դառը թե քաղցր։ Քաղցր։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Զմրուխտ թե ադամանտ։ Չէ, զմրուխտ։ Աստծուց հիմա դու շատ խնդրում ես, թե շնորհակալ ես։ Շնորհակալ եմ։ TV թե հեռախոս։ TV։ Վերջի հարցը հույսով երկար չես մտածի։ Սիրած հեռուստահաղորդավարուհի։ Օպրա Ուինֆրի։ Որ ոչ ոք իրեն ված չզգա։ Ես էլ եմ Օպրային սիրում, դա խնդիր չէ։ Եվ վերջում, Սոն ջան, եթե Աստծո ջրակը հիմա քո ձեռքում լիներ, ինչ բարեմաղթանք կասեիր։ Ամեն անգամ բարեմաղթանք ասելուց ես հիշում եմ եւ հուզվում եմ դրա համար հիմա մի 2 շաբաթից 3 մեր մոտ կլինի Սուրբ Զատիկը եւ ես Աստծուն կխնդրեմ որ մեր երկրին խաղաղություն տա բոլոր բանտարկյալները վերադառնան Հայաստան ողջ եւ առողջ ես մենակ դա եմ խնդրում ես գիտեի իսկ ես ունեմ քեզ համար նվեր Սոն դու Սև չի դե լավ տոպրակն է սև դու ոնց որ մամաս լինես Սոնյա սև ետ խնդիր ունես Դու հայկական ապրանքանիշների հետ ծանոթ ես Սոն ինձ թվում է բավականին բայց ես ինչ որ իմ համար անհայտ ապրանքանիշ է, բայց ես միշտ սիրում եմ անհայտ բաներ անել։ Դե ես քեզ մեր հովանավորի կողմից Վիստոսո հայկական բրենդի կողմից տալիս եմ ոչ խնամք եմ։ Եվ ուզում եմ անպայման օգտագործելուց հետո կարծիքդ հայտնես։ Սա մեր հովանավորի կողմից։ Շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ, ես անպայման կօգտագործեմ, բայց խորհուրդ եմ տալիս ձեզ վարդագույն ինձ թվում է քո թորնուհին է ինձ հետ համաձայն կլիներ, որ ապրանքանիշի մի քանի բան իրանք սարքեն վարդագույն գույնի։ Բայց դա իրանք գույներն է։ Հա, շնորհակալ եմ շատ։ Իսկ ես շնորհակալ եմ քեզ։ Սա շատ լավ բան է, այո, շատ լավ բան է, շնորհակալ եմ։ Իսկ ես շնորհակալ եմ քեզ, որ դու կաս իմն ես ու միայն լինելու ես իմ էգոիզմը չի խեղդում, շնորհակալ եմ քեզ եւ ասեմ պատրաստվիր, որովհետեւ մենք ուզում ենք մեկ ամսյակից հետո ուզում եմ մենք մի քիչ փոփոխություն անել մեզ մոտ տաղավարում, դու ինձ կօգնես։ Հա, բայց չեմ մոտում ինչ, բայց պետք է։ Կմտածես։ Իսկ այսքանից հետո լավ տրամադրությամբ մենք այսօրվա թողարկումը համարում ենք կայացած։ Մինչև հիմա ձեզ հետ մեծն Սոնյա Դիլանյանն էր եւ ձեր Դինա Հակոբովնան կհանդիպենք։ Մայրիկ սուրբ եկութան ունեք մեզ պատիվ ու հարգանք կյանք եք տվել մեզ մեծացրել մեր նպատակին հասցրել հայրիկ մայրիկ սուրբ եկութան ունեք մեզ պատիվ ու հարգանք կյանք եք տվել մեզ մեծացրել մեր նպատակին հասցրել
Ծնողներից քաղցր բան չկա, չկա այս աշխարհում Հայրիկ, մայրիկ, հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանան միշտ ասում եք անուշ բանես Ծնողներից քաղցր բան չկա, չկա այս աշխարհում Հայրիկ, մայրիկ, հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանամ միշտ ասում եք անուշ բանես Պահպանեք ձեր ծնողներին Բոլորի շատ է սիրողին Վանել եք դուք իզնից շարին Որի մոտ է շարնի քարին Երդում եմ խաչը ձերքիս Ինչ տվել եք ամենքիս Կփոխանցեմ իմ բալեքին Ծնողներից քաղցր բան չկա, չկա այս աշխարհում Հայրիկ, մայրիկ, հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանան միշտ ասում եք անուշ բանես Ծնողներից քաղցր բան չկա, չկա այս աշխարհում Հայրիկ, մայրիկ, հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանամ միշտ ասում եք անուշ բանես Երդում եմ խաչը ձերքիս Ինչ տվել եք ամենքիս Կփոխանցեմ իմ բալեքին Ծնողներից քաղցր բան չկա, չկա այս աշխարհում Հայրիկ, մայրիկ, հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում